Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետություն սկզբունքին հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում նաև վերահաստատել է, որ իր երկիրը այսուհետ էլ ջանքեր կգործադրի հանուն Հարավային Կովկասում կայունության եւ տնտեսական զարգացման։ Հարավային Կովկասին եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին է անդրադարձել Թուրքիայի ազգային ժողովի նախագահը։ Ստամբուլում մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ 30 տարվա անկայունությունից հետո տարածաշրջանը նոր փուլ է թևակողել։ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ հիմնական մանդատը, հավելել է Պաշտոնյան։ Նրա խոսքով լուծարված Մինսկի խումբը ոչինչ չի արել խաղաղության հաստատման համար։ Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ այժմ երկրների միջև կայուն համաձայնագիր կկնքվի եւ տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ կհաստատվի։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Իսպանիայից հետո նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Կիևի եւ Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումները։ Պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները, մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը վերջ տալու պատերազմին, մանրամասնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով աշխատում են նաեւ գերիների փոխանակման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։ Reuters-ը վկայակոչելով թուրքական աղբյուրները գրում է, որ Թուրքիա կմեկնի նաեւ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը միանալու Զելենսկու հետ բանակցություններին։ Կրեմլից հայտարարել են, որ ռուս բանակցողները դեռևս չեն մեկնելու Թուրքիա։ Կսպասենք տեղեկությունների, թե ինչ է քննարկվել Ստամբուլում։ Մոսկվան բաց է երկխոսության համար, մեր դիրքորոշումը հայտնի է Վաշինգտոնին, Անկարային եւ Կիևին, հավելել է Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան հայտարարել էր, որ այս տարի Ռուսաստանի հետ բանակցությունները գրեթե արդյունք չեն տվել, ուստի այժմ դրանք դադարեցված են։ Նրա խոսքով Ստամբուլում ուկրաինական խումբը ցանկանում էր հասնել Պուտին-Զելենսկի հանդիպման, սակայն դա անհնար է եղել։ Պաշտոնյան համոզված է, ռուսական կողմի միակ ցանկությունն էր զայրացնել ուկրաինացի պատվիրակներին ապագայում բանակցությունների խափանման պատասխանատվությունից խուսափելու համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել կայունացնող միջազգային ուժեր, որոնք կապահովեն Գազայի անվտանգությունը։ Թե որ երկրներն են ներգրավվելու նախաձեռնությանը չի նշվում։ ԱԽ անդամները նաև ողջունում են ԱՄՆ նախագահի վերահսկողության ներքոանցումային վարչակազմ ստեղծելու գաղափարը։ Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցչությունը անհասկանալի եւ ոչ միանշանակ է որակել բանաձևը։ Համասը քննադատել է ԱԽ բանաձևը, պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը ողջունել է փաստաթուղթը, նշելով, որ այն կնպաստի խաղաղությանը, քանի որ ենթադրում է Գազայի ապառազմականացում եւ ապառադիկալացում։ Բենյամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի բարելավել Իսրայելի եւ հարևան երկրների հարաբերությունները։ Նա անդրադարձել է նաեւ տեղեկություններին, որ օրերս Արևմտյան ափի մոտակայքում գտնվող պաղեստինյան Ալ-Ջաբա գյուղում տասնյակ անհայտ իսրայելցիներ այրել են պաղեստինցիների տներ եւ մեքենաներ։ Նեթանյահուն դատապարտել է տեղի ունեցածը, հավատացրել, որ մեղավորները կպատժվեն, նրանց անվանել ծայրահեղականներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։